Ձեր զանազան Այն որ տեսնում եք իրանական երաժշտության նվիրված չէ, բանուն է։ Զբաղվել եմ տարիներ շարունակ, կոչում ենք երաժշտական արևելագիտություն։ Այն են գրկումով, ժանրերով, մի կողմից արևմտյան, մյուս կողմից արևելյան արմատներն են սինթեզվել եւ մի ուրույն արևելաքրիստոնեական մշակույթ է ձևավորվել։ Ինձ ներկայացնող ասած պիտի սերմանենք, ինչը սերմանենք, սերը առ իրանական մշակույթ, սերը առ քնարերգություն, պարսկական քնարերգությունը գիտենք հայ-թուրքական երաժշտական առնչություններին, որ շատ ավելի, ինչ ասեմ, անընդունելի են մեզ համար, որովհետև այդտեղ եւ յուրացումներ են, եւ աղավաղումներ են, ականների, այսպես ասած, որոնք շեղվել են իսլամի ուղղափառ իսլամից, բայց մտածողությունը, հոգեբանությունը, որովհետև պարսկական երաժշտությունը, պարսկական արվեստը արևելքում միշտ համարվել է իշխողը։ Թուրքիան, Աֆղանստանը, միայն հայ երաժշտությունն է, որ ունեցել է գրավոր ավանդույթ։ Դրանք իրենց ստեղծագործություններին մարմնավորել միայն թվարկում Նիկողայոս Տիգրանյանից հետո 19-րդ դարում առաջինը Անուշավան Տեր-Ղևոնդյանը մշակեց սիմֆոնիկ նվագախմբի համար։ Ահարի հենց տեղից Հենց այդ նախանվագներն են, գործիքային է, բացառապես գործիքային է, այո։